Թագավորն ու զինվորն անտառում, ռուսական ժողովրդական հեքիաթ։ Ինչ որ մի երկրում, ինչ որ մի թագավորությունում մի գյուղացի մարդ է լինում, երկու տղա է ունենում։ Ծառայության ժամանակը որ գալիս է, մեծին զինվոր են տանում։ Նա այնքան ազնիվ ու հավատարիմ է ծառայում թագավորին, որ մի քանի տարվա մեջ գեներալության է հասնում։ Այդ նույն ժամանակ էլ նոր զորահավաք է լինում, վիճակը նրա փոքր աղբորն է ընկնում։ Գլուխը խուզում, դրան էլ են տանում, ու այնպես է ստացվում, որ սա մեծ աղբոր ձեռքի տակ է ծառայության մտնում։ Զինվորը զորավարին ճանաչում է, բայց ուր։ Գեներալը եղբորից կտրուկ հրաժարվում է։ Ես քեզ չեմ ճանաչում, դու էլ ինձ մի ճանաչիր։ Մի անգամ զինվորը գնդի պահակակետում գեներալի տան մոտ ժամապահ է կանգնած լինում։ Այդ օրն էլ գեներալ աղբոր մոտ մեծ ճաշկերույթ է, զորավարն ու ազնվականները ճաշի են գալիս։ Զինվորը տեսավ բոլորին քեֆ ուրախության մեջ, իրեն ոչ մի բան։ Դառը արցունք թափեց։ Հյուրերը հարց ու փորձ արին. Ինչի ես լաց լինում, զինվոր։ Ոնց լաց չլինեմ, իմ հալալ աղբերն իր համար քեֆ է անում, չի էլ հիշում, ես կամ, չկամ։ Հյուրերը գնացին, պատմեցին, գեներալը կատաղեց։ Ինչ եք դրան հավատում, հիմար դուրս է տալիս։ Դրան պահակությունից հանեցին, 300 անգամ էլ ճիպոտով դաղեցին, որ գեներալին իրեն հարազատ չհամարի։ Զինվորը վիրավորվեց, զորարշավի շորերը հագավ ու գնդից փախավ։ Շատ անցավ թե քիչ հասավ մի խիտ վայրի անտառ, որտեղ որ մարդու ոտք չէր տիպել։ Սկսեց ժամանակ անցկացնել, հատապտղով, արմատիքով իր գլուխը պահել։ Մի օր թագավորը մեծ շքախմբով գնաց որսի, հասան մեծ դաշտը, շներին արձակեցին, փողերը փչեցին ու սկսեցին զվարճանալը։ Մեկ էլ որտեղից որտեղ թագավորի կողքով մի սիրուն եղջերու թռավ, գետն անցկացավ ու ուղիղ անտառ։ Թագավորն էլ ետևից լողաց, քշեց, վերջը տեսավ, եղջերուին աչքից փախցրել է, որսորդներն էլ շատ են ետ մնացել, շուրջն էլ խիտ ու մութ անտառ, ոչ արահետ է երևում, ոչ էլ գիտի, թե ոնց գնա։ Մինչև ուշ իրիկուն ման եկավ, լավ հոգնեց, մեկ էլ դեմը դուրս եկավ փախստական զինվորը։ Բարև բարի մարդ, ոնց էստեղ ընկար։ Էսպես ու էսպես, գնացի որսի, անտառում մոլորվեցի, աղբերս, թե կարաս ճամփա ցույց տուր։ Իսկ դու ով ես, հարցրեց զինվորը։ Թագավորի ծառան, ասավ թագավորը։ Դե հիմի մութ է, ավելի լավ է մի խանդակում գիշերենք, վաղը ես քեզ ճամփան ցույց կտամ։ Սկսեցին գիշերելու տեղ ման գալ, ման եկան, տեսան մի խրճիթ։ Ահա, Աստված գիշերելու տեղ տվեց, մտնենք էստեղ, ասավ զինվորը։ Մտան խրճիթ, տեսան մի պառավ է նստած։ Բարև տատի։ Բարև զինվոր։ Մեզ խմիչք ու ուտելիք տուր։ Որ լինել, ես էլ կուտեի։ Սուտ ես ասում, ջադու պառավ, ասավ զինվորն ու սկսեց վառարանն ու դարակները քրքրել։ Տեսավ պառավն ամեն ինչից էլ բոլ ունի, բահած գինի էլ կա, պատրաստի ուտելիք էլ։ Նստեցին, ընթրեցին, լավ կուշտ կերան ու ելան ձեղնահարկ քնելու։ Զինվորը թագավորին թե Աստված պահպանյալին է պահում, թող մեզնից մեկը պարկի քնի, մեկն էլ պահակ կանգնի։ Վիճակ գցեցին։ Առաջինը պահակ կանգնելու հերթը թագավորին ընկավ։ Զինվորն իր երկսայրի կացինը տվեց նրան, դռան մոտ պահակ կանգնեց ու պատվիրեց. Որ չքնի,
իսկ թե մի բան պատահի, իրեն արթնացնի։ Ինքը պառկեց ու միտք արավ. Ոնց է ախր իմ ընկերը պահակ կանգնելու, սովոր չի, կարող է չդիմանալ, արի հետևեմ, տեսնեմ ինչ է լինում։ Թագավորը կանգնեց, քունը սկսեց տանել։ Ինչու ես ճոճվում, ասավ զինվորը, հո չես ննջում։ Չէ, ասաց թագավորը, դե տես հա։ Թագավորը քառորդ ժամ կանգնեց ու էլի ննջեց։ Էй ընկեր, չլինի քնել ես։ Չէ, մտքովս էլ չի անցնում։ Դե որ քնես, մեղքը քո վիզը։ Թագավորը քառորդ ժամ էլ կանգնեց ու ոտքերը ծալվեցին, փլվեց հատակին ու քնեց։ Զինվորը վեր թռավ, սակր կացին առավ, տուր թե կտաս, սրան կերցրեց ու խրատ կարդաց։ Բա այդպես են պահակ կանգնում։ Ես 10 տարի ծառայեցի, իմ պետերն ինձ ոչ մի սխալ չներեցին, իսկ քեզ երևում է չեն սովորեցրել։ 1-2 ներեցի, իսկ երրորդ մեղքն արդեն աններելի է, դե հիմա պառկի քնի, ինքս պահակ կկանգնեմ։ Թագավորը պառկեց քնելու, իսկ զինվորը մնաց կանգնած, աչքը չի ճպում։ Հանկարծ սուլոց դմդմբոց ընկավ, դու մի ասա, ավազակներ են գալիս։ Պառավը դիմավորեց ու ասաց. Մեզ մոտ հյուրեր կան։ Դե լավ է, տատի, ամբողջ գիշերն իզուր տեղը ման եկանք, բայց մեր բախտն իր ոտքով մեր դուռը եկավ։ Դե արի սկզբից հաց ուտենք։ Ախր մեր հյուրերը լրիվ սրբեցին կերան ու խմեցին։ Այ քեզ հերոսներ, բա ուր են հիմա։ Ձեղնահարկում պոռկած են։ Դե ես գնամ դրանց հխից գամ, ասավ մի ավազակ, մեծ դագանակն առավ ու վեր ելավ։ Հենց գլուխը դռնից ներս մտցրեց, զինվորը կացինը վրա բերեց ու սրա գլուխը թռցրեց։ Իսկույն մարմինը քաշեց վերև ու կանգնեց սպասեց, թե վերջն ինչ է լինելու։ Ավազակները սպասեցին ու ասին. Ինչ է այնտեղ քուջուջանում։ Ուղարկեցին մյուսին, դրան էլ խփեց։ Այդպես կարճ ժամանակում զինվորը բոլոր ավազակներին կոտորեց։ Առավոտը թագավորը զարթնեց, դիակները տեսավ։ Վայ, զինվոր, էս ուր ենք ընկել։ Զինվորը ինչ որ եղել էր պատմեց։ Ձեղնահարկից ցած իջան, զինվորը պառավին տեսավ ու սկսեց գոռալ. Հլա սպասիր, պառավ ջադու, ես քո հախից գալու եմ, տես ինչեր է անում, գող է շահում պահում, դե հիմա բոլոր փողերը տուր ինձ։ Պառավը սնդուկը բացեց, մեջը լիքը ոսկի։ Զինվորը պայուսակն ու գրպանները լցրեց ու ընկերոջն ասավ. Դե դու էլ վերցրու։ Թագավորը թե. Շնորհակալ եմ, պետք չի, մեր թագավորը առանց են էլ փող շատ ունի, ինքը որ ունի, մենք էլ կունենանք։ Դե դու գիտես, ասաց զինվորը, դրան անտառից դուրս բերեց, մեծ ճանապարհ հանեց։ Գնա, ասավ, էս ճանապարհով մի ժամից քաղաքում կլինես։ Մնաս բարով, ասավ թագավորը, շնորհակալ եմ ծառայությանդ համար, կգաս ինձ մոտ, ես քեզ կբախտավորացնեմ։ Քիչ դուրս տուր, չէ որ ես փախած եմ, քաղաքում հենց երևամ, տեղն ու տեղը կբռնեն։ Չվախենաս, զինվոր, ինձ թագավորը շատ է սիրում, որ քեզ համար խնդրեմ, քաջություններդ էլ պատմեմ, քեզ ոչ միայն կների, այլև պատիվ կանի։ Բա քեզ որտեղ գտնեմ։ Կգաս ուղիղ պալատ։ Դե լավ, վաղը կգամ։ Թագավորը զինվորին հրաժեշտ տվեց ու մեծ ճանապարհով գնաց։ Հասավ մայրաքաղաք ու բոլոր ուղեկալներում ու պահակակետերում հրաման տվեց, որ էսինչ զինվորը եթե գա,
գեներալին վայել պատիվ տան։ Հաջորդ օրը զինվորը, որ սահմանի մոտ երևում էր, ամբողջ պահակախումբը դուրս էր վազում ու ոնց որ զորավարի առաջ պատվի առնում։ Զինվորը զարմացավ. «Էս ինչ բան է» ու հարցրեց. «Էդ ում եք պատիվ տալիս»։ «Քեզ, զինվոր»։ Նա էլ պայուսակից մի բուռ ոսկի հանեց ու պահակներին տվեց, որ օղի առնեն։ Հիմա քաղաքով գնում է, ամեն տեղ նույնն է, շամապահներն են, որ պատվի են տալիս, միայն թե հասցնես օղու փող տաս։ «Էս թագավորի ծառան ինչ շատախոսն է», մտածեց։ «Բոլորին հասցրել է ասել, որ փող շատ ունեմ»։ Եկավ հասավ պալատին, էստեղ էլ արդեն զորքը հավաքված կանգնած, թագավորն էլ նույն էն որսի շորերով դիմավորեց։ Զինվորը, որ իմացավ, թե ում հետ է անտառում գիշերել, շատ վախեցավ։ «Էս հո թագավորն է, ես էլ դրան քոթակ տվի, ոնց որ ինձ հավասարին»։ Թագավորը դրա ձեռքը բռնեց, զորքի առաջ շնորհակալություն հայտնեց իրեն փրկելու համար ու գեներալի պաշտոն տվեց, իսկ մեծ աղբորն իջեցրեց զինվորի աստիճանի, որ էլ հարազատից ու ազգականից չհրաժարվի։